Շնորհակալ եմ, հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, սիրելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, նախ ուզում եմ շնորհավորեմ բոլորիս ազգային ժողովի անդրանիկ նիստի կապակցությամբ եւ նաեւ շնորհավորեմ մեր սիրելի ընդդիմադիր գործիչներին ազգային ժողով գալու կապակցությամբ։ Ինչի շնորհավորեմ, որովհետեւ այս ամբիոնը ունի մոգական ուժ։ Օրինակ, ձեր պարագայում շատ հաճախ շատերի տեսել եմ էկրաններից այն կողմ ինչ-որ ելույթներ ունենալուց, այս ամբիոնից միշտ այդ ելույթների պատասխանները ստանում են։ Չի մնում անպատասխան ոչ մի ելույթ։ Եվ հնչելու են ձեզ արձագանքներ, դա է քաղաքական մշակույթի հիմնական սկզբունքը։ 5 տարի շարունակ այս ամբիոնից մենք լսել ենք այն տեքստերը, որ դուք փորձում եք այսօր արտաբերեք։ 5 տարի շարունակ այս ամբիոնից մենք լսել ենք մեր ընդդիմադիր գործիչների կողմից բոլոր հնարավոր մեղադրանքները, ցենց փաթեթավորած, ամբողջությամբ ձևավորած թուրք, ադրբեջանցի, Թուրքիայի գործակալ, դավաճան, ազգադավ, այդ ամեն ինչը լսել ենք, բայց մենակ մենք չենք լսել, քաղաքացիներն են լսել։ Քաղաքացիները լսել են, դրա գնահատականը տվել են։ Ասածս ինչ է, անվճար խորհուրդ, վերացարկվեք այդ ամենից։ Ինչպես գործընկերս ասեց, հայրենասիրության միակ մոդելը հակաթուրքականությունը չի։ Հակաթուրքականությունը չի միակ մոդելը։ Եվ մեր հայրենիքի առաջ տնտեսական, սոցիալական, արտաքին շատ ավելի մեծ մարտահրավերներ կան, որոնք չեն տեղավորվում միայն հակաթուրքականության ծիրում։ Ինչ վերաբերվում է ձեր ելույթներին, ցանկանամ մի քանիսին անդրադառնալ։ Օրինակ, պարոն Մանուկյան, ձեր ելույթին։ Այստեղ սենց գալ ինչ-որ տարատեսակ ընկերությունների, հետքի հոդվածների սենց միախառնուրդ ելույթ տալ ու ասել ես կոռուպցիայի դեմ պայքարող մարտիկ եմ, էդ էլ չի անցնում, որտեվ էլի պատասխանը ստանում եք։ Օրինակ, գիտեք դուք ինչ արեցիք, դուք բերեցիք ազգային ժողովի նախկին երկու նախագահների անունները, Ալեն Սիմոնյան եւ Արարատ Միրզոյան, բերեցիք օրինակ Արարատ Միրզոյանի հիպոթեկով գնված տունը, բերեցիք օրինակ ինչ-որ գործարքներ Ալեն Սիմոնյանի հետ կապված, որը էլի չհասկացանք ինչի մասին է խոսքը, ու ցույց տվեցիք, որ իբր նախկին երկու արժանախագահները ինչ-որ կոռուպցիոն գործարքների մեջ են տեղավորված եղել, որևիցե հիմք չնշելով։ Ես խնդրում եմ այսօր այս ամբիոնը օգտագործելիս պարտադիր նաև հնչեցնել հայտարարություն։ Հաղորդում եմ տալիս դատախազությանը հանցագործության մասին։ Օրինակ ես հանրային կերպով ասում եմ, հարգելի իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, ուսումնասիրեք պարոն Մանուկյանի ելույթը, փորձեք այնտեղ գտնել իրավախախտումներ, որովհետև եթե դրանք չկան, ուրեմն պետք է սուտ մատնության հոդվածով նաև պետք է իրավախախտում գտնել։ Հաջորդը, փորձեցիք Ռուբեն Ռուբինյանի եղբորը, որը ինչ-որտեղ աշխատում է որպես աշխատող, վարձու աշխատող երկու ընկերությունում, փորձեցիք այդ ընկերությունների հետ կապված հետքի հոդվածները կապել Ռուբեն Ռուբինյանի Թուրքիայի գծով հատուկ ներկայացուցիչ լինելու հետ։ Ֆենոմենալ է, ուղղակի, ֆենոմենալ։ Ես նույն կերպ փորձեմ ձեր հետ կապված անել, օրինակ, ձեր եղբայրը 2021 թվականին նշանակվել է մեր առողջապահության նախարարության կողմից Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, ճիշտ է։ Դե ես ձեր մեկնաբանությունն եմ տալիս։ Ես լսել եմ հանգիստ, առանց որևիցե բռնկումների։ Օրինակ, այդ պարագայում կարող ենք սենց ենթադրություն անել, որ պարոն Մանուկյանը ինչ որ ձևով 21 թվականից ի վեր կապ ունի մեր իշխանությունների հետ։ Լուրջ։ Փաստորեն տենց է տրամաբանություն աշխատում։ Ժողովուրդ, խնդրում եմ տեղից մի խոսացեք։ Հասկանալի է։ Ընտրակաշառքների վերաբերյալ ձեր շատերի ելույթներին ստեղից էլ հնչեց օրինական ընտրակաշառք։ Հարգելի գործընկերներ, դե այդ անընդհատ էս քարոզարշավային ծեծը չեմ ուզում տեղափոխել ԱԺ-ամբիոն։ Քարոզարշավային վեյքերը, որը ամբողջ ընթացքում տարածել եք, էդ էլ չեմ ուզում տեղափոխել ԱԺ-ամբիոն, բայց ընտրակաշառքը ունի մեկ սկզբունք։ Գործարք է ինքը։ Մի կողմից տալիս ես, մյուս կողմի հետ պայմանավորվում ես, որ քեզ պետք է ընտրեն։ Այլ պարագա չկա։ Իսկ երբ թոշակների բարձրացումը դուք համարում եք օրինական ընտրակաշառք, այդ երկու բառն էլ իրար հետ միտեղ չի տեղավորվում։ Թոշակների բարձրացման ժամանակ մենք չունենք այդ գործարքը, մենք չգիտենք թոշակառուներից քանի տոկոսն է մեզ ձայն տվել։ Դա անհնար է դա պարզել որևիցե ձևով։ Իսկ ձեր ենթադրյալ հանցագործությունների պարագայում, որտեղ որ շահարկվում է ձեր անունը,
Այդտեղ հստակ է գործարքը, այդտեղ հստակ է, որ քյաբաբների դիմաց են ստացել մարդիկ ձայները։ Մի փոքր դրա հետ կապված արձագանք եմ, էլի, ես ոչ մեկից չեմ տեղից մեկնաբանել, կխնդրեմ ինքներդ զուսպ լինեք այդ հարցում։ Հաջորդը, եթե շարունակենք այս ոճով ավելի վատ կլինի։ Հա։ Հաջորդը, որին կուզենամ անդրադառնալ, նաև երբևիցե չէի պատկերացնում, որ ամբյոնից ինձ թույլ կտամ այդ անձին անդրադառնալ, համենայն դեպս ես կարծում եմ, որ Հայաստանի պատմության մեջ մի քաղաքական գործիչ ա եղել, հայ, ազգանվամբ անգամ հայ, որ տվյալ հայտարարությունն է արել, ինչքան հայ սակրավոր կմտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք, որ այնտեղից դուրս բերվի նրա դին։ Ես կարծում եմ, որ հայ քաղաքական պատմության մեջ միակն է նա։ Եվ այդ մարդը իրան իրավունք է վերապահում, գա ստեղ զինվորների, փառք նահատակների մասին խոսել, ես ուղղակի այդ անձի երկվությունը չեմ պատկերացնում, էլի ինչ աստիճանի պետք է լինի։ Եվ ես կարծում եմ, այդ իրավունքը ձեզ ոչ մեկ չի տվել, համենայն դեպս ես ձեզնից չեմ սպասում նման տեսք, ես օրինակ կառաջարկեի նախապես ներողություն խնդրեիք հայ սակրավորներից, այն մահացած սակրավորներից, որոնց վերաբերյալ դուք այդ ելույթը ունեցել եք, նրանց ընտանիքների անդամներից, հետո նոր գալ ես ամբյոնից թույլ տալ ձեզ տենց ամպագորգոր հայտարարություններ։ Եվ ես կարծում եմ, իրականում ձեզ եմ դիմում հարգելի գործընկերներ, որ այդ ոճի մասին այսօր շատ խոսեցինք, ձեզ ոչ մի դիվիդենդ չի բերելու, բացարձակապես։ Ինչ վերաբերվում է Հայաստան դաշինքին, ես նկատեցի, որ մեր գործընկերները պարբերաբար մոտենում են այս ամբյոնին ու ասում են, պարոն Ռուբինյան, առաջարկում եք զրոյական կետից, բայց վերքը թարմ է, ցավը շատ է, մենք չենք կարող։ Ուզում եք սենց հետ կանգնել, չգիտեք ոնց հետ կանգնեք, ստեղ խոսքը չի գնում քաղաքական բանավեճի մասին։ Ստեղ խոսքը չի գնում խոսքի մասին։ Ստեղ խոսքը գնում է անբարեկիրթ, կներեք անդաստիրակ, որոշակի դեպքերում նաև անհարգալից տոնի մասին, ոչ թե միմյանց նկատմամբ, այլ մեր քաղաքացիների, որտեղ մեր քաղաքացիները արժանի չեն եղել այն 5 տարիներին, որ տեսել են ազգային ժողովում այստեղ ինչ է կատարվել։ Խոսքը գնում է ընդամենը, նույն ձևով ես կարող եմ անել Տիկին Վարդանյան։ Բոլորիս եմ ասում, որտեղ ես ինքս իմ առաջ դրել եմ այդ պատասխանատվությունը, որ ազգային ժողովի որակը, ազգային ժողովի տեսքը պետք է փոխվի։ Եթե իհարկե այս կողմը համակարծիք է դրա հետ, եթե նկատել եք մեր կողմը մինչ այս պահը բավականաչափ զուսպ է եղել։ Եվ ես խոսք սկսում եմ քաղաքացիներին, ես խնդրում եմ այս վարքյանից ի վեր գնահատել իրականում, ովքեր են այս առաջարկին համահունչ եղել, ովքեր են իրենց խոսքը կառուցել բարեկրթության, բարևարկության սահմաններում, ովքեր են ձեզ հարգել սիրելի քաղաքացիներ եւ ովքեր հակառակը։ Իսկ ինչ վերաբերվում է արտահայտություններին, որոնք կարող եք մանիպուլացնել, տենց ասել, ստախոս օրինակ վիրավորանք չի, չգիտեմ, ազգադավը վիրավորանք չի, քաղաքական գնահատական է։ Նման բաներ այստեղ չեն անցնում, հարգելի գործընկերներ, պատասխանը լինում է ավելի կոշտ։ Վերջում անդրադառնամ նաև գործընկերոջս ընտրության տեխնատության վերաբերյալ, ես կարծում եմ ձեր գործընկերներից մեկը ինչ որ կենսագրությունից էր խոսում, անկեղծ ասած չգտա ոչ միտեղ նրա կենսագրությունը, ես կուզեմ Ռուբեն Ռուբենյանի կենսագրությունը մեկ անգամ եւս ընթերցել, կրթությունը, շարունակություն քաղաքական գործունեությունը, հետո կենսագրությունից խոսել, եւ ես կուզենայի ձեր գործընկերներից առնվազն մի քանիսի կենսագրությունը գոնե մի փոքր նմանվեր Ռուբեն Ռուբենյանի կենսագրությանը, խոսում էիք նաեւ անաչառությունից, պարկեշտությունից, բարձր արժեքներից, ես կարծում եմ իմ գործընկերը այդ արժեքների միավորումն է եւ ես ընտրվելու պարագայում նրան բարի երթ եմ մաղթում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ելույթի համար ձայնը տրվում է պատգամավոր Արամ Վարդևանյանին։ Խնդրեմ, պարոն Վարդևանյան։